Բայց ես նաև կարծում եմ, որ կարևոր է նաև այն մարդկանց դատարանի դիմաց հայտնվելը, որոնք իրենց ներկայությամբ են նաև ցույց տալիս, որ ոչ միայն դեմ են եւ չեն ընդունում իշխանության այս մոտեցումները, այլ նաև իրենց աջակցությամբ փորձում են նաև դրական էմոցիաներ փոխանցել դատարանի դահլիճում գտնվող եւ իշխանության կողմից ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց։ Երեկազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ամեն փարաջա հակած չէ, որ պետք է պարտադիր եկեղեցական լինի։ Գիտեք, մեր հասարակությանը արդեն հայտնի է գործող իշխանության Մարիաթորի նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ հատկապես այն հոգեվորականների, որոնք իրենց ձայնը տարբեր փուլերում բարձրացրել են եւ իրենց պայքարով ըստ էության նաեւ ցույց են տվել, որ իրենք այս երկրի ոչ միայն հավատավոր հոգեվորականներ են, այլ մարդիկ են, ովքեր պայքարում են մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ մեր երկրի շահերը ներկայացնելու առումով։ Մարիաթորի ոչ միայն առանձին հոգեվորականներ, այլ նաեւ Մարիաթորը որպես հավաքական կառույց իր մոտեցումները արտահայտել է մեր երկրի համար տարբեր կարևոր իրադարձությունների հետ կապված, որտեղ այսպես ասեմ, մեր հոգևոր առաջնորդը պետք է դիրքորոշումը արտահայտեր եւ այս իշխանությանը բնականաբար դա դուրեկան չէր կարող լինել։ Եվ ստացվել է, որ այն բոլոր պայմաններում կապված լինի Մարիաթորի հետ, առանձին գործիչների հետ, ովքեր փորձում են դեմ արտահայտվել այս իշխանության քաղաքականությանը, ներքին ու արտաքին կուրսին, պայմանավորված տարբեր իրադարձությունով, դա դառնում է պատժելի եւ այս իշխանության կողմից շատ կոշտ հակազդեցության է արժանանում։